Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցան ավագան ու արտահերթ ընտրություններ, որի շրջանակներում բավականին թեժ իրադարձություններ ծավալվեցին։ Իշխանությունը Գյումրիում գործի էր դրել իր ռեպրեսիվ եւ վարչական ռեսուրսի ողջ ապարատը։ Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ քվեարկության օրը վաղը մարտի 30-ին մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց քվեաթերթիկները որպես ապացույց այս կմային ուժի օգտին իրենց ձայնը տալու վերաբերյալ։ Իրազեկում եմ, որ դա հանցագործություն է, մեր քրեական օրենսգիրքը արգելում է անգամ քաղաքացու համար իր իսկ քվեաթերթիկը տեսանկարահանել, այն էլ տեսանելի ձևով քվեարկության ընտրատեղամասում կամ որևէ այլ կերպ տեղամասում հրապարակել իր քվեարկության կողմնորոշման մասին։ Ճնշումների թիրախում էին հատկապես մեր քաղաքադաշինքի ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը եւ նրա մերձավորները։ Քվեարկությունից օրեր առաջ ձերբակալվեցին նրա հայրն ու որդին։ Արդեն բուն քվեարկության օրը ձերբակալվեցին նրա դաշինքի անդամներից Տարեց Անահիտ Խալաթյանը եւ 75-ամյա Կիմա Տատը։ Քվեարկության օրն ուղեկցվեց նաեւ բազմաթիվ խախտումներով թե Գյումրիում եւ թե Փարաքարում։ Փարաքարում ԿՊԱ-ական տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանի մեքենաներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր։ Գյումրիում էլ հայտնի դարձան Ախուրյանից, Երևանից եւ այլ շրջաններից մարդկանց քվեարկության բերելու դեպքեր։ Արձանագրվեցին ընտրատեղամասերի մոտ կուտակումներ։ ԿՊԱ-ական վստահված անձինք էլ տարօրինակ ցուցակները ձեռքներին պտտվում էին եւ նշումներ կատարում։ Արձանագրվել են նաեւ ուղղորդումների, սադրանքների բաց քվեարկության դեպքեր։ Բազմաթիվ խախտումներ եմ այստեղ ֆիքս է իրականում։ Ունեցել եմ քաղաքացի, որը ուզում էր նկարել իր քվեաթերթիկը, կարծեմ ծրարների վերաբերյալ ձեզ պատմել էի արդեն, անհայտ ծագման ծրարներ են, հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ դրսից է ինչ-որ մեկը դա բերել իր հետ, բայց դա ֆիքսված փաստ չի, գուցեև քվեաթերթիկները տալուց ուղղակի 2 անգամ են ծրար տվել մարդկանց, դա վերջում հաշվարկի ժամանակ կտեսնենք։ Նշենք նաև, որ իշխանական ողջ էլիտան քվեարկության օրը Գյումրիում էր։ Նրանցից Վիլեն Գաբրիելյանն աչքի ընկավ խայտառակ վատ պահվածքով, հարբած վիճակում Գյումրու փողոցներով պտտվելով եւ լրագրողներին հայհոյելով։ Հատկանշական է, որ Գաբրիելյանին չէին կարողանում հանգստացնել կարգի հրավերել ոչ միայն սեփական թիմակիցները, այլև իրավապահ մարմինները։ Գաբրիելյանի ակնհայտ խուլիգանական վարքը բնականաբար չարժանացավ որևէ իրավական հետևանքի։ Ի հեճուկս Փարաքարում եւ Գյումրիում իշխանական կրիմինալի եւ վարչական ռեսուրսի կիրառման ընդդիմությունը հաղթեց։ Փարաքարում պարզ դարձավ, որ ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդիա Գրիգորյանը, որ միասնության դաշինքի տեխնացուն է, այս ընտրություններում հաղթել է հավաքելով 57% ձայն, իսկ Գյումրիում հաղթեց հավաքական ընդդիմությունը։ Քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը հավաքել է 16938 ձայն կամ ձայների 36,80%-ը։ Երկրորդը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է 9537 ձայնով կամ ձայների 20,71%-ով։ Երրորդը մեր քաղաքադաշինքն է 7296 ձայնով կամ ձայների 15,85%-ով։ Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում Իմ հզոր համայնք կուսակցությունն է, որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7,94%-ը։ 5-րդ հորիզոնականում Մայր Հայաստան դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6,18%-ը։ Այսպիսով 4 ընդդիմադիր ուժերը ներկայումս հանրագումարով ավելի շատ ձայն են ստացել, քան ՔՊ-ն։ Փաստենք, որ ինչպես էլ զարգանան իրադարձությունները Գյումրիում, միանշանակ է, որ Փաշինյանի ռեժիմն այլևս չունի հասարակական լայն շերտերի աջակցությունը։ Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները վկայեցին, որ Փաշինյանի իշխանությունը պահելու միակ հենարանը ոստիկանությունը, կրիմինալն ու վարչական ռեսուրսն են։